Վանաձորում քաղաքական փակուղի է։ Ընտրված քաղաքապետը չի կարողանում գումարել ավականու նիստեր, քանի որ ավականու Լուսավոր Հայաստան, Հայկական վերածնունդ ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունների անդամները բոյկոտում են նիստերը։ ՀՀԿ-ի հետ իշխանության պատկանելիության խնդիրը քաղաքական հարթությունում վիճարկում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ։ Այն, որ հանրապետական կուսակցությունը չունի մեծամասնություն եւ չի կարողանում իրականացնել իր իշխանությունը Վանաձորում, դա միանշանակ պարզ է։ Եվ դրա հետևանքով, եթե չունես մեծամասնություն, եւ չպետք է ունենաս քաղաքապետ։ Ավականու կողմից ձայների գերակշիռ մեծամասնությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրված, սակայն կառավարելու համար ավականիում մեծամասնություն չունեցող Մամիկոն Ասլանյանը քաղաքը կառավարելու հարցում էական խոչընդոտներ չի տեսնում։ Ասում է, լարված աշխատում են հանուն վանաձորցիների։ Իսկ ինչ վերաբերում է Մամիկոն Ասլանյան քաղաքապետին, իրենք այսօր ինձ որևէ կերպ չեն ստվերում, որովհետև ես ի տարբերություն իրենց զբաղված եմ աշխատելով եւ ոչ թե բոյկոտելով։ Բնականon ընթացքի համար որևէ խոչընդոտ չկա եւ իմ պաշտոնավարման եւ քաղաքը կառավարելու ուղղությամբ։ Փոխարենը Մամիկոն Ասլանյանը մտահոգված է, որ բոյկոտը խոչընդոտում է քաղաքի զարգացմանը միտված ՀՀԿ-ի ամբիցիոզ նպատակների իրականացմանը։ Չեն կարողանում Վանաձորի զարգացման ծրագիրը քննարկել ու հաստատել։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ եթե հաջողություն պիտի արձանագրի Մամիկոն Ասլանյանը իր կառավարման ժամանակ քաղաքը ղեկավարման ժամանակ արդյունքներ հասնելու, ապա այդ մարդիկ միտված են վիժեցնելու քաղաքի զարգացման ծրագրերը։ Լուսավոր Հայաստանից պատասխանում են, իրենք պաշտոնապես դիմել են զարգացման ծրագրի նախագիծը ստանալու համար, բայց չեն ստացել։ Քանի որ դեռ պատրաստ չէ եւ քաղաքապետի անհանգստությունը տեղին չէ։ Իր հերթին Մամիկոն Ասլանյանը հավաստիացնում է, թե օրենքի սահմաններում պատասխանում են Լուսավոր Հայաստանի անթիվ հարցումներին։ Մենք մինչև նոյեմբերի 5-ը գրավոր դիմել էինք համայնքի ղեկավարին, խնդրելով մեզ տրամադրել նախագիծը բյուջեի եւ հնգամյա զարգացման ծրագրի նախագիծը։ Երկուսի դեպքում էլ մեզ պատասխանել են, որ դրանք մշակման փուլում են գտնվում եւ հենց որ պատրաստ եղավ, դրանք կտրամադրվեն մեզ։ Պարոն Քրիստ Մարուքյանը շաբաթվա մեջ երևի 7-ից 10 հարցումներ է ուղարկում Վանաձորի համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին եւ Մամիկոն Ասլանյանը շատ բարձր պատասխանատվությամբ եւ հաշվի առնելով նաեւ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններն ու նաեւ պարտականությունները աշխատում է պատասխանել բոլոր այն հարցումներին, որոնք այս պահին հնարավոր է օրենքի սահմաններում, որոնց հնարավոր է այս պահին պատասխանել։ Գործող քաղաքապետը Լուսավոր Հայաստանին մեղադրում է ոչ միայն քաղաքի արդյունավետ կառավարմանը խոչընդոտելու, այլ նաև իր թեկնածությանը կողմ քվեարկած ավականու 4 անդամներին բարոյական ճնշումների ենթարկելու ու քաղաքական պատանդ պահելու մեջ։ Չմոռանալով հավելել, որ ավականու այդ 4 անդամները ոչ թե ճնշումների ներքո դավաճան դարձածներ են, այլ քաղաքի մասին մտածող ազնիվ վանաձորցիներ։ Չեմ կարծում, թե Վանաձոր քաղաքը կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը այնպիսի մի փակ ինֆորմացիոն բլոկադայի մեջ գտնվող տարածք է, որ ճնշումները հիմա գոնե ի հայտ եկած չլինեին կամ ճնշումների արդյունքները կամ գետ մի փաստ ճնշման կամ ապակողմնորոշելու կամ եւ այլնի մասին, որը որ կարող են դիտվել որպես ճնշում։ Հիմա այն ճնշման տակ այսօր մարդիկ հայտնվել են, այսպես ասած, քաղաքական պատանդի կարգավիճակում, որ մարդիկ, ովքեր նույնիսկ եթե ինչ չեն քվեարկել, այսօր եթե ցանկանում են քաղաքին իրենց հարազատ քաղաքին ծառայելու համար մասնակցեն նույն ավականու նիստին, քաղաքի զարգացման ծրագրերին մասնակցեն, այսօր այդ մարդիկ զրկված են իրենց ընտրողների պատվիրաններն իրականացնելու կամ այդ կամքի դրսևորումներից։ Քրիստ Մանուկյանը հոկտեմբերի 10-ի քաղաքապետի ընտրությունները համարում է ոչ թե ազնիվ վանաձորցի ավականու անդամների իրական կամարտահայտության դրսևորում, այլ մանդատագողություն։ Ուրեմն ամսի 10-ի խայտառակ նիստից հետո մենք ինչպես հայտարարեցինք բոյկոտելու ենք առաջիկա նիստերը, այդ բոյկոտի կոչին միացան նաև Հայկական վերածնունդ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները եւ դրա համար շնորհակալ ենք մեծ հաշվով, որովհետեւ պահում են մարդիկ իրենց պարտավորվածությունը կամ հայտարարությունը այդ առումով։ Բացի հոկտեմբերի 10-ից, դե հոկտեմբերի 10-ի տեղի ունեցածը մենք որակել ենք որպես մանդատագողություն, եթե դուք գտել եք, որ Մամիկոն Ասլանյանը ավելի, չգիտեմ, հատկություններ ունի եւ այլն, որը որ պետք է, ասենք, քաղաքը կառավարելու համար եւ դրա համար ձայն եք տվել իրեն, ոչ մի խնդիր չկա, ընդհանրապես օգնեք այդ մարդուն, թող իրականացնի իր օրենքով տրված լիազորությունները, որովհետեւ հակառակ դեպքում դուք այդ քայլով, այսինքն ամսի 10-ին նրան ձայն տալով, ոչ թե օգնել եք, որ դառնա քաղաքապետ, այլ խանգարել եք իրականում։
Թե ինչքան կշարունակվի քաղաքական ուժերի այս դիմակայությունը, կողմերը չկարողացան կոնկրետ ժամկետներ նշել։ Լուսավոր Հայաստանից նշեցին, որ կշարունակեն այնքան, մինչև 3 կուսակցությունների պայմանավորվածությունը խախտած 4 ավականու անդամները չբացահայտվեն կամ մինչև որ գործող ավականին կառավարության կողմից անգործունակ չճանաչվի։ Մամիկոն Ասլանյանն էլ հավաստիացնում է, որ իրենք նոր ընտրություններից չեն վախենում ու պատրաստ են բոյկոտի պայմաններում կառավարել քաղաքը այնքան, որքան օրենքը թույլ է տալիս։ Օրենքով ասում է, եթե հերթական նստաշրջանում 3 ամիս տեղի չի ունենում, դա փետրվարին է եւ մայիսի 14-ին է։ Ամեն դեպքում մենք, ես չեմ ուզում ժամկետների մասին այսօր խոսել, ես ասում եմ, օրենքը ինչքան որ լիազորություն եւ իրավունք ու պարտականություն տալիս է պաշտոնյային, անձին, ես դրանից պատրաստ եմ օգտվելու։